հունիս ամսին ծնկներ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ծնկներին։ Սիրելի ծնկներ, ձեր անձնական ոլորտում հաջողություն, երջանկություն, նոր ձեռքբերումներ, նոր հնարավորություններ, հնարավոր է երեխայի ծնունդ, հնարավոր է թորնիկի ծնունդ։ Գիտեք ինչ, սիրելի ծնկներ, ձեր անձնական ոլորտում 2026 թվականի հունիս ամսին ձեր անձնական ոլորտում միայն լինելու է հաղթանակներ։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Շատ յուրահատուկ իրավիճակ է լինելու ձեր անձնական ոլորտում, սիրելի ծնկներ։ Այժմ տեսնենք ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների ֆինանսական ոլորտում 2025 թվականի, 26 թվականի հունիս ամսին։ Գիտեք ինչ, սիրելի ծնկներ, հնարավոր է տարբեր հառաջարկություններ ունենաք։ Կարողացեք այդ տարբեր հառաջարկություններից ընտրել այն, որ նոր ավելի ձեզ հոգեհարազատ է։ Գիտեք ինչ, վրցատրությունը լինելու է նույնը։ Այստեղ ավելի շատ սիրելի ծնկներ, գնում եք կատարեք այն աշխատանքը, որը իրոք այդ կոլեկտիվը, այդ մարդիկ ձեզ ավելի հոգեհարազատ են։ Սիրելի ծնկներ, 2026 թվականի հունիս ամսին նույնիսկ այն ծնկները, ովքեր որ երկար ժամանակ աշխատանք չունեն, ունենալու եք այդ աշխատանքը, ունենալու եք այդ հնարավորությունը, ոչ թե մի տեղից է լինելու, այլ բազմաթիվ տեղերից, եւ դուք լինելու եք ընտրողը, եւ դուք հնարավորություն եք ունենալու կատարել լավ ընտրություն։ Սիրելի ծնկներ, հնարավոր է, որ ֆինանսական հոսքեր լինի նաեւ ձեր ընտանիքի եւ ձեր երեխաների, ձեր կնոջ, ձեր ամուսնու հետ կապված եւ ինքնըստինքյան դա ֆինանսական հաջողություն է բերելու ձեր սեփական ընտանիքին։ Ինչպիսի իրավիճակ է մեր սիրելի ծնկների առողջական ոլորտում 2026 թվականի հունիս ամսին։ Չկա առողջական խնդիր, եթե նույնիսկ կա առողջական խնդիր, կարող եք դուք սննում անցնեք եւ տեսնեք, որ դա այդքան էլ վտանգավոր իրավիճակ չէ։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, ցույց է տալիս, որ կապաքինվեք, կլավանաք։ Երկար սպասված տղայի երեխայի ծնունդ կարող է լինի, հատկապես տղայի երեխայի ծնունդ։ Կկատարվի արդյոք ձեր երազանքը, սիրելի ծնկներ, 2026 թվականի հունիս ամսին։ Այո, սիրելի ծնկներ, հատկապես ձեր երազանքը ֆինանսական մեծ հոսքերի հետ կապված դա լինելու է։ Ահա ինչ է սպասում 2026 թվականի հունիս ամսին կենտրոնակերպի յուրաքանչյուր նշանի համար։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում, ակտիվացնում։ Եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանքի միջոցով։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։